28-ին եկա 2013 թվականին։ Առաջի հերթին մենք այդտեղ որպես Սիրիայում ուրիշ գործեր էինք անում, ես ինձ համար հոբի էր։ Բայց ընթացքում որ այստեղ եկանք, նայեցինք ուսումնասիրեցինք փոքր ժամկետի մեջ, որ մեր մոտ, ասենք, մեր աշխատած գործը կամ շատ է արդեն այստեղ, շուգայից ավելի շատ, ասենք, շուգան բանջվում է 200 հատ խանութ, արդեն 500 խանութ կա, օրինակ համար։ Իսկ մյուս մնացած գործերը որ կան, ասենք, որ մենք զեյթի արտադրամաս ունեինք, այստեղ զեյթունը չկար։ Երրորդ տարբերակը որ կար, օրինակ համար, ինչ-որ վերաբերյալ բաբայի գործերի, ավտոների բանի, տեսնում եք ամեն մատ Վրաստան է գնում, դրա համար էլ այս որ իմ համար հոբի էր, ասեցի սարքենք բիզնես։ Ինքը նախքան Հայաստան բիզնես սարքել ես, ես ուզում էի սարքի Հորդանանում։ Հորդանում ցանցը մասնակցեցինք եւ շատ լավ թիրքերի հասանք, լավ պրիզներ վերցրեցինք, իսկ որ Հայաստան եկանք փողի համեմատ, կարողությունների համեմատ, որոշեցինք որ ամեն լավ սկսելը օրգանիկ օջարների եւ կոսմետիկայի, ասես արոմաթերապիա օջարա դեսանի կոսմետիկա։ Ես պատմում եմ շատ կարճ ձևով, ինչ էինք, ուր ենք եւ ինչ ենք լինելու։ Հիմա առաջ անգամ որ մենք եկանք այստեղ մենք դիմեցինք փոքր միջին զարգացման կենտրոն, որոնք մենք մեզի տասներ տվեցին բիզնեսի եւ բանի, որպես կարողանանք մենք Սիրիայի հայերի համար նախադեсված վարկ վերցնել։ Մենք վարկը վերցուցիկ, բայց շատ ուշ։ Այսինքն մենք դիմեցինք ընդունվեց մեր վարկի այդ ամեն ինչով, բայց վարկը 6 ամիս հետո տվեցին մեզ, արդեն ձմեռնամուտ էր։ Ձմեռնամուտը միջև դարածքս պատրաստել, միջև ամեն ինչ մատերիալներ առնեմ, արդեն ահավոր զուրկ ձմեռ էր անցած դարի, ամեն ինչը սարեց եւ այդպեսով ես չկարողացա ոչ մի բան իրականացնել։ Երկրորդ ամիսը որ եղել էր արդեն, Pan Armenia ընկերությունից ուզեցին իմ օջարներ ռեկլամ անել, իրանք անվճար ռեկլամ արեցին ինչ-որ տելևիզորով եւ այդ ժամանակ սկսվեց ապրանքը վաճառել։ Առաջի ամիսը վաճառել եմ միանալ 20 հատ օջարը, 4 տեսակով եմ սկսել, որը խնգածաղիկ, երիցուկ, մաղդանոս եւ գազարի զեթերով են։ Հիմի այսօրվա օրով մի շաբաթ առաջ ցանցի եմ մասնակցել, 4 տեսակ չի, արդեն ունեինք 7 տեսակ օջար, ունենք 6 տեսակ շամպու, 6 տեսակ մազի մասկա եւ ունենք 6 տեսակի զեթեր։ Աբակայի համար, որ ասեմ ձեզ, լինելու է ավելի քան այս դարվա համար ասեմ, էլի միջև դարվա վերջ, լինելու է 10 տեսակի օջար, 10 շամպուն, 10 մասկան, 10 հատ զեթի տեսակները իրանց եւ լինելու է նորություն, որը լինելու օրգանիկ երեխեքի համար նախադեсված, երեխեքի շորերը լվալ նախադեсված հեղուկ։ Այդ լինելու է լրիվ այդպես։ Իսկ հաջորդ տարվա ընթացքում արդեն ավելի շատ մեծ բաներ ենք ուզում անել, այսինքն մարդկանց after shave արինելու, սափրվելու համար, լինելու են մարմինի մասկանը, երեսի մասկանը, քրեմներ, ամեն ինչով։ Օրինակ համար կան խնգածաղիկին։ Հիմա խնգածաղիկի համար մենք գնում ենք լեռները, խնգածաղիկը հավաքում ենք թարմ վիճակով։ Իրան չորացնում ենք, չորացնելուց հետո մենք իրան փորձում ենք մեջից առնել զեթը։ Չենք առնում իրան բարդատրելով, կամ ջզմելով, կամ ինչ-որ շոկիով։ Այդ թողնում ենք ինքը ամենահին դարբերակներով, որ կան, որը ժամանակին անում էին Եգիպտոսի ժամանակի այդ համակարգերով, նույն համակարգերով են, ոչ մի տեխնոլոգիա չենք օգտագործում, որ մենք կարողանանք սրա զեթը իր լման ուժերով դա։ Զեթը առնելուց հետո մենք արդեն պատրաստում ենք մյուս process-ները, որը ասենք օջարը։ Օջարը մոտավորապես սարքելուց հետո ավելացնում զեյթունի զեթը, գդավադի զեթ, գոգոսի զեթ, ու թողնում ենք մի ամիս։ Մենք չենք եփում։ Մենք թողնում ենք ինքը իր բնության, ամեն մեջի քիմիական ռեակցիաներ ունի եւ դուրս կա, որ լրիվ մնա մաքուր։ Այդ միանակ օջարը process-ը տևում է 2.5 ամիս, որ մենք առնենք այս մեկ օջարը։ Շամպուի բարակային շամպուն ունի 3 этап։ Նախ առաջի հերթին մենք այդ զեթերը երացնում ենք ուրիշ ցևի դակ դարձնում ենք ցեխ։ Հետո ցեխից հետո իրեն ավելացնում ենք հեղուկներ, որը դառնում է ինչ որ ծանր, շատ թանձր մատերիալ։ Մի ամիս թողնում ենք, որ ինքը լրիվ այդ քիմիան դուրս կա նորից, դառնա դափանցիկ ու արդեն շիշերի մեջ։ Ու քանի տեսակ էին շամպունները, ինչի դեմ, հա, մազը թափության։ Շատ լավ։ Գիտեմ, մենք ունենք եղինջի շամպուն եւ զեթը։ Եղինջ ընդհանրապես մենք խոսանք որպես փունության հատկանիշներ, ոչ թե մեր օջարի կամ շամպուների։ Որպես եղինջը մարդիկ օգտագործում են մազաթափության դեմ։ Իրանք ոնց են անում, եղինջի առնում են դերևները, երացնում են ջրի մեջ, այդ ջրով իրենց երբ մազերն են լվում։ Եթե որ եղինջը այդքան ուժեղա չոր դալու, բա ինչը կարծիքնի որ իր զետն ենք մենք անում, մեջի իր ամեն ինչը որ գա դուրս ենք անում։ Այդ եղինջն է որպես։ Ունենք մեր մոտ խաղողի զետով, բացի խաղողի զետի առավելություններից, վիտամիններից, իր հատկություն միներալներից, խաղողի զետը օգնում է շատ ուժեղ թեփաթափության դեմ, չի թողնում որ թեփը ունենանք, ինքը դալիս է չափս մազերին եւ երկարացնելու աճի համար օգնում է ավելի արագ աճի եւ փալկա դալիս։
Ունենք կալենդուլայի ձայգը, որը Հայաստանի ման է մեգել կարողացել մի կիլոյի չափսով։ Այդ հadoop ձայգը, որը ինքը ունի հատկություններ, վիտամիններ։ Հայաստանում աճում է։ Հայաստանում աճում, բայց ահավոր ձևի շատ քիչ։ Բայց կարողացել եմ այդ հավաքեմ դրանք, մի կիլոյի չափս եմ մենակ կարողացել հավաքել։ Այդ ձայգները հատկություն ունի, որ երկար մազերը իրանք վերջում ինչ-որ բաժանվում են իրարից։ Այդ դալիս է այդ կարողությունը, որ այդ մազը ուժեղանա։ Ունենք այդտեղ ուրիշ խնգալ բան, եղինչի բան, եղինչ եմ ասում, երիցուգի շամպունը, ինքը լրիվ անտիբիոտիկ է, ինքը եւ անտիբակտերիալ է։ Այսինքն էլի ինքը մազաթափության դեմ, ինքը էլի ինչ-որ թեփի դեմ եւ ամենակարևոր հատկությունները, որ ինքը ունի, եթե եղոդ է ծեր մազը, ինքը թողնում է միշտ չոր մնա։ Ունենք նորից ունենք հիմի խնգածաղիկը, էլի ինքը թողնում է որ չոր մազերը մի քիչ ջողոդելի, իբաց մյուս հատկություններից իհարկե, բոլորս իմ Facebook-ում գրել եմ ամեն մի հատին առանձին հատկությունները եւ կարող է լինի հենց զեյթունի զեթով առանձին մաքուր զեյթունի զեթով օջարները, շամպուները։ Դրանք արդեն որ էլի չեմ կարող ասեմ, էլի ամեն ինչով լավ է։ Ինչ դժվարությունների եք հանդիպում, հա, այսինքն ինչ խնդիրներ կա, որ կուզեիք որպես սփյուռքահայ լուծված տեսնել։ Հիմա ասեմ ձեզ, մի քանի դժվարություններ կան։ Առաջի հերթին, երբ որ մենք վարգը վերցրեցինք, ամենամեծ խնդիրը այնա որ ասենք ես 0-ից սկսող մարդ եմ։ Ես փողով չեմ եկել, դրա համար էլ վարգ եմ թիմել, ոչ թե որ իմ փողս մի կողմ դնեմ, իրանց փողն եմ օգտագործում, այն չունեմ։ Դրա համար իրանց փողն եմ ես օգտագործում, բայց հարցը էս է, որ դու դեռ չսկսալ, արդեն սկսում ես փողը դաս ու եւ իրենց ինչ որ դոգոսները դաս։ Ասենք նախընտրեի այսպեսի բան, եթե որ 0-ից սկսող բիզնես է, թեկուզ Սիրիա հայ լինի, ոչ Սիրիա հայ լինի, իրան մի դարի ժամկետ դա որ այդ մարդը կարողանա ինչ որ գայունանա։ Իսկ եթե որ ես իմ բիզնեսս գայուն է, ասենք, եւ ես ինձ մի բան է պետք, ես չեմ խաղա, խնդիր չունեմ, առնելուցս, բերելուցս կարող եմ ընթացքում գիտեմ այսքան շահում եմ, այդքանը կարող եմ դամ։ Այս մեկ հարցն էր, որ ես գուզենայի մի հատ վերանայեի այդ հարցին։ Երկրորդ տարբերակը որ կա, այդ մաքսայինի հարցն է։ Այսինքն ես մարդիկ ինձ զանգում են Թայվանից, զանգում են Սաուդի Արաբիայից, զանգում են, չգիտեմ, Շվեդից, իրենք ասում են մենք ուզում ենք որպես նմուշ վերցնենք, խանութները մի քանի հատ դնենք, որ նայեն, եթե որ մարդիկ հետաքրքրում, որ գանք, քեզանից մեծ քանակություններ վերցնենք։ Ասում են, ինչքան ես ուզում օրինակ, եմ ասում եմ, դե լավ, մի 30 կիլոնոց ապրանք։ Ես պատրաստում եմ, գնում եմ որ պիտի ուղարկեմ, ասում եմ մաքսայինի հարցեր կա, պետք է դու գնաս մաքսայինից ու դպչություններ վերցնես։ Մաքսային ես գնում եւ այդ մեկը նստում, այսինքն դուրս է գալիս ամեն մի կիլոյի վրա դու ավելացնում ես $6-7։ Հիմա ես նմուշ եմ ուղարկում, ես բիզնես չեմ անում։ Եթե որ կարողացա ես ուղարկեմ այդ մարդուն այդ մաքսայինը չեղած, բայց երբ որ ինքը ինձանից կարող է մի ֆուրա ուզի, այդ ժամանակ մաքսայինի հարցերը հարցած ես կուզենայի, որ առաջի հերթին ընկներ։ Այս բահնա որ չի կաչարի, ասի արիկներ եղել է այնցի, որոնք անիմաստ գնացել են։ Հոնկոնգ է եղել, ինչ որ մարդը ուզեցել, էլի իրեն նույն բանը ասեցի, 250 դոլար ուզում, ասեցի մի րոպե չենք կարող սենց, այսքան ավելանում, ասի չի արդեն այստեղ ավելի էժան է դարբերանները։ Ասի դե լավ, ես քեզ առաջարկը իմ հաշվից գուղարկեմ քեզ, հայ պոստով ուղարկեցի այդ օրը, 7 հատ օջար, որը մի կիլոն չի կերազան, 800 գրամն է, ասեցի օգտագործի, եթե դու կհավանես, կգաս այդ ժամանակ այդ ամեն հարցերը կլուծենք։ Ուղարկեցի այդ մարդը հավանեց եւ ասեց շանջան, ես արդեն խանութս պատրաստում եմ, ուզում եմ գամ ու ապրանքատեսակներից բոլորից առնեմ իմ մոտ դանեմ ներկայացուցիչ դառնամ Հոնկոնգ։ Իսկ եթե որ ես կարողանայի այդ մարդուն 250 դայ, ինքը արդեն գկար ապրանք գարնի այդ ամեն ինչով, որ ինքը ոչ թե իր խանութի մեջ, այլ կսկսեր ծրել մի անգամից, ինքն էլ գոկտվեր, ես էլ գոկտվեի, իմ պետությունն էլ գոկտվեր։ Այ հետաքրքիր է, պետությունը բացի վարկի տրամադրումից ուրիշ ինչ որ ձևով փորձում է աջակցել նկատի ունեմ տեղի հատկացման, չգիտեմ, ինչ որ այլ մեխանիզմներ աջակցելու համար նոր սկսող սփյուռքահային։ Հա, ճիշտ ասած, պետությունը մենակ այս բահով է ինքը մեզ օգտակար դառնում։ Կարող է ինչ որ չեմ էլ ասի 100%, կարող է ինչ որ հարգայինի բաժնով իրանք աչք են խփում, որովհետև բագում են, որովհետև դու Սիրիայից ես եկել, կամ նոր բիզնես ես, կամ խախտում ես անում, բայց ուրիշ ցեվով աջակցում են, որ մեզ հաց են տալի, ասենք Պրինցա, չգիտեմ, Զեթա, ինչ որ Ադամի Մածուկա, այդպիսի անում են, ինչ որ նորեգոների համար գումար են տալիս, ամոր դունը վարձել, ասենք ինչ որ գումարով օգնում են, ծմերը գազով օգնում են, թեղեր եմ ես առնում անվճար, ասենք իմ հայրը որ էստեղ եկավ մոտ սերդի խնդրեմ ուներ իրան թեղերը բոլորը վերցրինք էստեղից անվճար վերցրին, թեկուզ մի ամիս ու ես քաշել այդ ամեն ինչը, բայց վերցրինք։ Բայց բիզնեսի մեջ ամենակարևորներից մեկը բիզնեսն է։ Այսինքն եթե որ ես աշխատեմ
Ես արդեն բեք չունեմ այդ բրինզին, բեք չունեմ այդ զետին, բեք չունեմ այդ դոնի վարձին դալուն։ Իմ բիզնեսը եթե ուժեղացնեն է սենց է, եթե ես արտադրություն ունեմ, ինձ պետք է ասենք ինչ-որ մեկը գա, ասի արի Շանջան, մենք քեզ ուզում ենք օգնենք, որ դու շուգա մտնես։ Դու կարողանում ես ասենք 20 խանութ տալ, մենք քեզ ուզում ենք աջակցել, որ դու կարողանաս ընդհանուր ամեն Հայաստանում ծրես քո ապրանքը։ Այդենց ես կարող եմ ասել, այդ ժամանակ ես կարող եմ ինչ-որ մի հատ աշխատող էլ բերեմ իմ մոտ։ Երկու հատ էլ կարող եմ բերեմ այդ ժամանակ, որովհետև քանակը շատանում է, եկամուտը շատանում է եւ կորզն էլ է շատանում։ Դրա համար իմ կարծիքով այդ կողմից դեռ ոչ մեկ չի աջակցում մեզ, որը կուզենայի։ Ունենք այս վարդնա, այս մեկը վարդնա, այսի խնգած այգնա, այս եղինչնա, գնել էսի երուցուկնա, եղինչնա, այսի բաննա, դու գասեք, խնգած այգնա, այս էլ պետրուշկենա։ Խաուզետն մյուսներն է։ Այս արդեն մի ամիս ու կես մնացել այստեղ։ Այս ինչքան երկար մնում է, այդքան ավելի շատ դալիս է իր հատկությունները, այսինքն իր զետնը։ Հենց այսի օրինակյան որ տեսնում եք, կալենդուլայի զետնը։ Գմնա մենակ որ ասենք իր բացենք, հենց իր ձայնը միասին արդեն սարքենք օջարը, այսինքն մենք ոչ մի բանով չենք ավելացնում։ Այսի խաղողի օջարն է, ոնց որ տեսնում եք մեջը իր գորիզներն էլ կան։ Ահա, գինի, որը կոնյակ է սարքում։ Ոչ թե գինին, այլ կոնյակի խաղողներն են։ Այս առնում ենք, բովում ենք, իրան ջզմում ենք, ու իր ձեթը դենս է դուրս գալիս խաղողինը։ Այս մեկ ունենք մենք այստեղ էլի ունենք, որը պետրուշկեն է, էլի ինչ որ միտեղ տեսնում եք մեջը, սենց գդրդվածքը մի քիչ բան ա եղել էսի, ոչինչ, բայց իր մեջ տեսնում եք, էլի սենց պետրուշկայի այս հադիկները, դերևները չորացած։ Սա դեմքի է թե մարմնի կա։ Այս կարող եք մազի օգտագործել, դեմքի, մաշկի բոլոր մարմինի կարող եք օգտագործել, որովհետև ինքը որ օրգանիկ է, ասենք վնաս չի տալիս։ անգարելի է վնաս տա, օգուտ է որ չի տալիս, ինքը վնաս կյանքում չի տա։ Խոշոր սուպերմարկետները, օլիգարխները հետաքրքրվում են, ասենք իրենց բիզնեսի համար, թեկուզ տանեն, սպառեն։ Ճիշտ ասած, իրանք մի քիչ ծանր են բահում իրանց։ Պատկերացնում եք, ասիկն գնում ես ինքը վերևից անան դու դե ով ես, կարող ենք ուզում առնի քո ապրանքը, բայց այդտեղ ինչ որ հոգեբանական խաղեր են տալիս, որ կարողանան քեզ ավելի էժանը առնեն, կամ ինչ որ կարողանան քո վրա ջնշեն, որ քեզ մի քիչ հուսահատեցնեն, որ դու իրանց խնդրես, բիզնեսի հարց չի դա, այդտեղ բիզնես չի երեխայության հարցերը։ Ես մի հատ վարսավերանոց կա տվել եմ, ճիշտ ասած չեմ ուզում անունը տամ։ Նրան զանգեցի, ասաց համեցեք եկեք, ինձ 3-4 ժամ 45 րոպե դուրս է թողել կանաչ մեջ, նստել եմ սենց, ինքը կորձ անում։ Այսինքն ուզում եմ ասել, որ ես հա, ուզում եմ քո ապրանքդ, բայց ուզում եմ մի քիչ քեզ չարչանեմ, նվաստացնեմ, դու քեզ ես իմիջ չսկաս, չպատկերացնես, որ ես ինձի խնդրես որ դամ։ Ես այդպես էլ իրեն օջարը թողեցի, ասեցի քեզ հաջողություն եմ ցանկանում, թողեցի հելա։ Հիմա որ ինքը գծանից կխնդրի, ես չեմ կարա չեմ դանը, որովհետեւ ինքը բիզնես անը չգիտի։ Բիզնես անողը սենց է, շատ լավ է, ուզում եմ ինքը ճիշտ նա բիզնես անող մարդը, ճիշտ բիզնես անող մարդը, ամեն ինչից պետք է ունենա իր մոտ։ Աշխատողը կամ ոչ։ Կարող է մի ապրանքից մի հատ ավաճառը, մի ապրանքի 1000 է ավաճառը, բայց դու հաջողություն չես կարացես։ Այս ինչից չունեմ։ Բայց մարդիկ այդպես չեն մոտենում այստեղ, այս հարցն է։